Սելի ֆուտբոլիստները խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն օրվա վերջին հանդիպումն ենք ձեր ուշադրության ներկայացնում, որտեղ միմյանց դեմ կմրցեն 1-8 օրի եզրափակիչում Այաքսը եւ Մադրիդի Ռեալը։ Թիմերը ողջունում են միմյանց, մենք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, սկսենք Այաքսից ում դարպասը պաշտպանում է Ալիկ Մուրադյանը համար 1, նա նաեւ թիմի ավագն է, Նարեկ Աբգարյանը համար 3, Մոս Բունյաթյանը համար 4, Սարա Եսայան համար 5, Արթուր Վարդանյան համար 6, Վահե Պողոսյան համար 8, Պատվական Զալիբեկյան համար 9, Հարայիկ Ավետիսյան համար 10, Վարուժան Խաչատյան 23, Խորեն Հովանեսյան համար 88 եւ Դավիթ Հայրապետյան համար 90։ Ռեալի դարպասը պաշտպանում է Սոիլ Ալիրեզան համար 1, Արմեն Ապեդյան, Անուշավան Եղիազարյան համար 5, Լևոն Մարտիրոսյան համար 7, Էրիկ Մանուկյան համար 10, Էրիկ Կարապետյան համար 12, Շորա Գևորգյան համար 26, Լևոն Համբարձումյան համար 77, Արսեն Հակոբյան համար 93, նա նաև թիմի ավագն է եւ Գոռ Մանուչարյան համար 99, այսպեսի կազմով է այսօր հանդիպանը հայտավորված Մադրիդի Ռեալը, շատ հետաքրքիր հանդիպում է այս հանդիպումը լինելու այն առումով, որ թիմերը քաշ տեղյակ են մեկը մյուսի խաղաոճից, նրանք բազմիցս հանդիպել են ԱՖԼ-ի շրջանակներում եւ իհարկե միմյանց խաղաոճից կարելի է ասել տեղեկություն ունեն։ Նախ նրանք միասին հանդիսանում էին ԱՖԼ-ի անցած մրցաշրջանի 3-րդ դիվիզիոնում, այնուհանդերձ նրանք մրցեցին միմյանց դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլում 2 հանդիպում եւ իսկապես շատ բարդ մրցակիցներ են միմյանց։ Հիմա Հովանեսյանն է գնդակով, Խորեն Հովանեսյան լավ անցում էր, Հովանեսյան կարող է հարված կատարել, բայց կորցրեց հարվածային դիրքը, գնդակել նույնպես։ Մարտիրոսյան շատ լավ փոխանցում կարողացավ այստեղ կատարել Գևորգյանի ուղղությամբ Մարտիրոսյանը ու Գևորգյանն վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Գևորգյան այստեղ նրանից գնդակ ու Բունյաթյանը սկսում է իր թիմի գրող խորքից, Խորեն Հովանեսյան լավ գրոյի տեղափոխություն է դեպի ձախ, Ավետիսյանն է գնդակով, նորից Բունյաթյան, Եսայան, շատ լավ խաղարկումներ էր, բայց գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Ավետիսյան Չանցավ այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցումը, Մադրիդի Ռեալը փորձում է սկսել իր գրոհը։ Դեպի աջ ուղարկեց Մարտիրոսյանը գնդակը, հիմա էլ այդ փոխանցում ենք տեսնում ու նորից Մարտիրոսյանն է գնդակով շարժվում առաջ։ Շատ լավ փոխանցում կարողացավ կատարել Մարտիրոսյանը դեպի Կարապետյանը, բայց չհասկացան այստեղ միմյանց, իսկապես լավ էին մտածել ամեն ինչ Ռեալի երկու ֆուտբոլիստներ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Եզրային նետում Կիրասնի Այաքսը։ Եսայան, պագվեց Եսայանի փոխանցման ճանապարհը, բայց կար այստեղ խաղի կանոնների խախտում Արքայական ակումբի ֆուտբոլիստի կողմից ու կլինի տուգանային հարված։ Մարտիրոսյան այստեղ լավ գնդակը թողեց խաղընկերոջը Ակոբյանը Կարապետյան, բայց գործրեց հետո էլ վաստակեց Եզային նետման հնարավորություն Կարապետյանը իր թիմի համար, որն էլ կնետի էլի ներողություն Լևոն Մարտիրոսյանը Եղազալյան խլեցին նրանից գնդակը, այո պայքարում են մի քանի մրցակցի դեմ ու հաջորդ խմբում կարողացան կատարել Եզից նետում է Այաքսը, Խորեն Հովանիսյան շարժվում է Ձախիեսով առաջ Հովանիսյանը ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում, բայց Եզային նետում Կիրասնի Այաքսը Իսկ այս փոխանցումը թույլ ստացվեց Եսայան առաջինն էր Պետք է նորից նետել Եզից, այո, դրա մասին է ակնարկում մրցավարը Բունյանյան կարողացավ հեռացնել գնդակը ու կլինի ևս մեկ Եզային նետում Ռիսկի դիմեց այստեղ Ռեալի դարպասապա լավ է, որ ամեն ինչ կարգին ավարտվեց Ռեալի ֆուտբոլիստերի համար Փոխանցումը Կարապետյանի ուղղությամբ Կարապետյան թողեց այստեղ գնդակը խաղընկերոջը, բայց կորցնում են Ռեալի ֆուտբոլիստները ու Հովանեսյանն է զարգացնում արագություն։ Տեսնում ենք փոխանցում Հովանեսյանի կողմից, իսկ այստեղ Ավետիսյանը կորցրեց իր հարվածային դիրքը, այո, պետք է ավելի արագ արձագանքել։ Վարդանյան վտանգավոր է բարձր է ստացվում Վարդանյանի հարվածը։ Քիչ առաջ նա դուրս եկավ փոխարինման։ Ու առաջին հպումն էր նրա գնդակին։ Եվ այն ավարտվեց հարվածով
Կարապետյան արձագանքեց առաջինը գնդակին ու անցավ մեկ պաշտպանի, կատարեց փոխանցում, բայց Բունյաթյանը կանգնեց այստեղ գնդակի առջև, թույլ չտալով այն անցնելու ու նորից խլում է Կարապետյանը մրցակցից գնդակը։ Կարապետյան վտանգավոր գրոհ է, հարվածը կա, անդրադարձ ու անկյունային կտեսնենք։ Ակոպյանը կիրասնայիս անկյունայինը, թիմի ավակը, տեսնենք, ուղարկեց գնդակը մրցակցի տուգանային, բայց Պողոսյանը կարողացավ հեռացնել, հիմա էլ հարված ենք տեսնում, բայց չի ստացվում այստեղ Անուշավան Եղիազարյանի կատարած հարված ու հարված կլինի արդեն Մուրադյանի դարպասից։ Լավ չստացվեց այս փոխանցումը։ Մանուկյանն է աչեզում ու դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից Պողոսյան թողեց գնդակը Եսայանին Ավետիսյան կա Վարդանյանի տարբերակը նկատեց Վարդանյանին, բայց ուժեղ ստացվեց մի փոքր այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցումը Եսայան աղում է Ավետիսյանի հետ ու նորից կորցրում են Այաքսի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց գնդակը շատ լավ անցումներ Մադրիդի ֆուտբոլիստի կատարման պահարված ու Մուրադյանը որսում է գնդակը Աբգարյան չստացվեց այստեղ անցումը ու հիմա Վարդանյանն է նահանջում ու խլում մրցակցից գնդակը Բունյաթյան ուղարկեց Աբգարյանին գնդակը բարձր դեպի մրցակցի տուգանային, բայց դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը Սոյլը Նովանիսյան Պողոսյան վտանգավոր է բայց թույլ չտվեցին հիմա էլ Հովանեսյանին հարված կատարել Կարապետյան կհասնի այս գնդակին այո հասավ ու այն պայես դաշտի սահմաններում շարժվում է առաջ Կարապետյանը Այս տարվեց ավարտական խաղով ու կորցեց գնդակը Արայիկ Ավետիսյան Հովանեսյանն է ուղարկում գնդակը Վարդանյան ու չի ստացվում այստեղ Վարդանյանի հարվածը Հակոբյան միայնակ է աչից կա տարբերակ շատ լավ գործեց այստեղ Հակոբյանը գնդակը հասցեագրելով Գևորգյանին ուժեղ փոխանցում առաջ Կարապետյան լավն էր այս փոխանցումը տեսնենք նետվում են առաջ Ռեալի ֆուտբոլիստները դիպավ այո դիպավ այստեղ գնդակը Այաքսի ֆուտբոլիստի ձեռքին ու ինչ է սա 11 մեծանոց թե մրցակցի տուգանային հրապարակից էր հրապարակից դուրս էր խախտումը այո բայց այնուամենայնիվ ապահովության համար կդիտի մրցավարը կրկնապատկերը Դիտեց մրցավարը կրկնապատկերը, այո, մնաց իր որոշմանը, ձեռքով խաղը եղել էր տուգանային հրապարակից դուրս։ Բայց շատ վտանգավոր դիտքում է հիմա Մադրիդի Ռեալը ստացել հարվածի հնարավորություն, տեսնենք, ով հարված կկատարի, հիմա գնդակի մոտ և Մանուկյանն են և Մարտիրոսյանը կա մրցավարի Սուլիչը, Մարտիրոսյանն է հարվածում, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։
Մուրադյան լավ նկատեց մի անգամից Խորեն Հովհաննիսյանին վերջինս էլ շարժվում է առաջ Հովհաննիսյան մեկ հպումով դեպի առաջ փոխանցում բայց հասցրեցին փակել փոխանցման ճանապարհը Վարդանյան մնաց գնդակով իսկ հիմա արդեն գործվել է հավասարակշռությունը Վարդանյանը ու ստացվեց չնայած չի ավարտվել Այաքսի գրոհը Հիմա ավարտված է շատ կոպիտ սխալ էր սա պաշտպանությունում Կարապետյանն է զարգացնում արագություն բայց Բունյաթյանը հաջող գործեց հիմա պաշտպանությունում Աբգարյան Դեպի Հովհաննիսյանը փոխանցում դարպասադողն է փրկում հիմա Մադրիդի Ռեալին եւս մեկ հարված բայց շեղությամբ է ստացվում Այաքսի կատարած հարված, այո, հնարավորություն ուներ հիմա Այաքսը բացելու հանդիպանաշիվը իհարկե Խորեն Հովհաննիսյանի կատարած հարվածը շատ լավ ստացվեց, բայց դիպավ դարպասածողին Գևորգյան Արտիրոսյան լավ աղարկում է Մադրիդի Ռեալի կողմից պաշտպանությունում, բայց պետք չէ ռիսկի դիմել, այո, հեռացված է գնդակը Զոհելի կողմից, Բունյաթյան կտեսնենք եզրային նետում Հովհաննիսյան Երեքը երկուսի դիմաց նետվում է առաջ Այաքսը մնաց գնդակով Հովհաննիսյանը Փոխանցում ու հանդիպան հաշիվը բացված է 1-0 Այաքսը բացում է այս հանդիպան հաշիվը Դավիթ Հայրապետյանը բացում է հանդիպան հաշիվը ու 1-0 արդեն Այաքսն առաջին հասնում հաշվի մեջ տեսնենք ինչով կփորձի պատասխանել Մադրիդի Ռեալը Վարդանյանը հերվից հարվածեց, բայց վարձ ստացվեց Վարդանյանի հարվածը Արտիրոսյան ու այստեղ վաստակում է անկյունային արվածի հնարավորություն իր թիմի համար Դավիթ Հայրապետյանը Ավետիսյան Բարսից փոխանցում Զոհելը վերցնում է գնդակ ու այն նետում առաջ Ամբարսունյան, այդ սկալեցին նրանից երկու մրցակից գնդակը Վարդանյան մեկ հպումով դեպի մրցակցի տուգանային ուղարկեց գնդակը, բայց չկար ոչ ոք, որպեսզի եզրափակե նրա կատարած փոխանցումը Եզրային նետում կտեսնենք Մանուկյան Վարդանյան հաջող գործեց այստեղ Վարդանյանը ու տարավ գնդակի հետ Հայրապետյան Հիմա կորցրեց Հայրապետյանը գնդակը ու շատ արագակագրով կարող է իրականացնել Մադրիդի Ռեալը, բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց
Պողոսյան ուղարկեց գնդակ Ավետիսյանին Դեպի Պողոսյանը նորից Ավետիսյանը փոխանցում էր կատարում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Հիմա Մադրիդի Ռեալի գրոյին ականատես լինենք Բայց ավարտված է արդեն գրոհ Բունյատյան Պողոսյան պայեց գնդակը այստեղ Պողոսյանը Եսայանն է հիմա գնդակով ու սխալվում են պաշտպանությունից դուրս գալուց Այաքսի ֆուտբոլիստները չնայած որ Պողոսյանը խլեց գնդակը մրցակցից Հայրապետյան հետ փոխանցում Վարդանյանի ուղղությամբ Բունյատյանն է գնդակով Խորեն Հովանիսյան հերվից հարված ու այստեղ Զոյլը հեռացեց երկրորդ հարվածն ենք տեսնում բայց Հայրապետյանի կատարած հարվածը թույլ ստացվեց Կարապետյան պայքարում է այստեղ միջև վերջ գնդակի համար Կարապետյանը ու կար խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ այո Կա փոխանցումը Կարապետյան փորձեց հարված կատարել բարդիրքի չստացվեց հիմա էլ Գևորգյանի շրջադարձ հարվածը տեսանք բայց հեռացված է գնդակը ոչ այնքան հեռու եւս մեկ հարված Մուրադյանը հետ բաղեց իսկ վրա ասած Կարապետյանը հավասարեցնում է այս հանդիպան հաշիվը 1-1 Այո, Էրիկ Կարապետյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է Խաղակեսի վերջամասում ընդմիջում գնալուց առաջ շատ դիպուկ կարողացավ մոտ տարածությունից գտնվել Կարապետյանը ու հիմա արդեն Այաքսը կփորձի ետ բերել կորցրածը Վարդանյան Ուղարկեց գնդակը Բունյատյանին Ավետիսյան Ու չհասկացան այստեղ Ավետիսյանը և Հայրապետյանը միմյանց ես իսկ նետում է Ռեալը Մանուկյան դեպի աջ ուղարկեց գնդակը, հիմա էլ ինքն է գնդակով Խլում է Այաքսը գնդակը հարված տեսակ նույնիսկ Հովանեսյանի կատարման, բայց բարձր ընդացավ գնդակը Կարապետյան շատ լավ կրունկով փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ բարձր է ստացվում Էրիկ Մանուկյանի կատարած հարվածը ամեն ինչ իդեալական արեց Էրիկ Կարապետյանը, բայց Մանուկյանը բարձր հարվածեց Վարդանյան Պողոսյանի հետ խաղաց վերջինս գնդակը թողնում է Բունյատյանին ու շարժվում առաջ Խորեն Հովանեսյան ձախից կա տարբերակ, նկատեց Ավետիսյանին Հովանեսյանը Նորից Հովանեսյան Գուցե ինքն էլ փորձի հարված կատարել, ոչ փակեցին նրա հարվածի ճանապարհը Հիմա կա փոխանցում ու կար խաղի կանոնների խախտում, չնայած որ Մարտիրոսյանը հասցրեց գնդակը հեռացնել մինչև այն կհայտնվեր դարպասում
Ռեալի ֆուտբոլիստները գնդակ ու դուբլ է գրանցում իր անվան դիմաց Դավիթ Հայրապետյանը 2-1 Դուբլ Հայրապետյանից ու այո խաղակեսի վերջնամասում նորից Այաքսն առաջ է անցնում հաշվի մեջ։ Սրես են այստեղ գնդակը Ռեալի ֆուտբոլիստները ու եսից կնետեն կարմիրները Վարդանյան Հունյաթյան, նորից Վարդանյան Տեսանք փոխանցում դեպի Ավետիցյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը Եվ վերջ, առաջի խաղակեսն ավարտված է կարճ դադար Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Այաքսն դեմ Մադրիդի Ռեալի հանդիպումը Հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Այաքսի նախ Դավիթ Հայրապետյանը բացեց այս հանդիպման հաշիվը առաջ մղելով Այաքսին, այնուհանդերձ Կարապետյանը գրավեց խաղակեսի վերջնամասում մրցակցի դարպասը վերականգնելով հավասարությունը, բայց վերջում կարողացավ դուբլ գրանցել իր անվան դիմաց Դավիթ Հայրապետյանը եւ 2-1 Այաքսը գնաց ընդմիջման հաղթողի կարգավիճակում Պողոսյան փոխանցում փակված է փոխանցման ճանապարհը Խորեն Հովհաննիսյան Ամբար պայքար է ընթանում այստեղ Հովհաննիսյանի եւ Եղեզարյանի միջև ու հեռացված է գնդակը եզրային նետում կտեսնենք Վարդանյանն նետեց եզրից դեպի Զալիբեկյանը Խաչատրյան Վարդանյանն է հարված կատարում շատ վտանգավոր ստացվեց այստեղ նրա կատարած հարվածը ու միայն վերջի պահին կարողացավ դարպասապահը հեռացնել գնդակը Անկյունային հարված կտեսնենք Խաչատրյանն է իրացնելու անկյունայինը Կա փոխանցումը Բունյաթյանն է պայքարում այստեղ դարպասապահի հետ ու կարողացավ դարպասապահը մի փոքր հեռացնել գնդակը հիմա արդեն Մադրիդի Ռեալը սկսում է իր գրողը խորքից Հովհաննիսյան մնաց գնդակով Խորեն Հովհաննիսյանը հարված է կատարում, բայց բարձր է ստացվում այստեղ Հովհաննիսյանի կատարած հարվածը Գրոյի անցել Ռեալը կա փոխանցումը Վտանգավոր է, տեսնենք այս գրոհ ինչով կավարտվի Կարապետյան լավ փոխանցում կատարեց այստեղ Կարապետյանը, բայց ոչ չարձագանքեց խաղակերներից Խաչատրյան հիմա Այաքսը նետվել առաջ ինքն հարված է կատարում, բայց ցույց ստացվեց այստեղ Վարուժան Խաչատրյանի կատարած հարվածը Մանուկյան Հաջող չկասեցեց այստեղ, չկարողացավ ավելի ճիշտ կլինի կասեցնել գնդակը Համբարձումյանը Տրոյ են անցել Մադրիդի ֆուտբոլիստները Վտանգավոր է ինչ է կատարվում, բայց
Մուրատյանը դուրս եկել դարպասից ու շատ հաջող գործեց այստեղ գնդակ ուղարկելով Խաչատրյանին։ Հովհաննիսյան չկար այստեղ խաղի կանոնների, ոչ կար խաղի կանոնների խախտում Եղիազարյանի կողմից։ Վարդանյան թաղարկեց գնդակը Բունյացյանի հետ, նորից Բունյացյան Գլորում են Այաքսի պաշտպանները գնդակը Վարդանյան դեպի առաջ փոխանցում կատարեց, բայց ոչ ոք այստեղ չկար Այաքսի ֆուտբոլիստներից Հիմա Ռեալն է անցնում հերթական գրողին, լավ անցում է այստեղ ձեռնարկել ու փոխանցում կարողացավ կատարել Էրիկ Մանուկյանը, բայց Էրիկ Կարապետյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ Վարդանյան մնաց գնդակով Բունյացյանն ուղարկեց այն սկսում է Ռեալի իր հերթական գրողը բայց հաջող չէր այստեղ փոխանցումը հեռացված է գնդակը Աստի Խաչատրյանը ոչ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Կա եզրային նետումը, բայց Վարդանյանը հեռացեց գնդակը կլինի ևս մեկ եզրային նետում Եղիազարյան լավ նետում կարողացավ կատարել ու այստեղ Սայթ հակեց Կարապետյանը Մանուկյան հիմա էլ հաջող է գործում Պողոսյանը Խաչատրյան Եվ շատ հաջող գրոյի տեղափոխություններ դեպի աջ որտեղ Ավետիսյանն է Խորեն Հովհաննիսյան անոտական շատ լավ գործողություններ կատարեց Հովհաննիսյանը բայց արդեն Գևորգյանի շրջանցել թույլ չտվեցին ավելի ճիշտ կլինի ասել հենց Գևորգյանն է թույլ չտվեց Հովհաննիսյանին վտանգավորը կարող է հիմա հարված կատարել բայց փոխանցում կատարեց փոխարենը Կարապետյանը իսկ Համբարձումյանը այստեղ վաստակում է եզրային նետման հնարավորություն Վարդանյան բայց հաջող չկասեցեց այստեղ Ավետիսյանի գնդակը գրովում են մադրիդցիները Վտանգավոր է ու հիմա
Կարողացան շատ նպաստավոր դիրքից եզրափակել այս գրոհը, շատ հոյակապ, իսկապես հոյակապ փոխանցում նորից կարողացավ կատարել Էրիկ Կարապետյանը Ռեալի 8 համարը, բայց հարվածային դիրքում հայտնված հարցակողի հարվածը բարձր ստացվեց։ Օրեն Հովհաննիսյան Պողոսյանի հետ փորձեց պատ խաղարկել, բայց փորձրին գնդակը Մանուկյանն է գնդակով։ Ինչ է կատարվում այստեղ չորսած Մուրադյանը գնդակ ու միայն հրաշքով գնդակը դիպավ դարպասաձողին, չհայտնվեց դարպասում Մանուկյան։ Հարված ենք տեսնում, կան հարադարձ ու անկյունային հարված կտեսնենք հիմա։ Կա փոխանցումը հարված ենք տեսնում ու հիմա Վարդանյանը եւ Մուրադյանը միամուր ուժերով կարողացան հեռացնել գնդակը, չի ավարտվել Մադրիդի գրոհը, եւս մեկ փոխանցում վտանգավոր է Մանուկյան, կա հարված այստեղ ու նորից Արտուր Վարդանյանն է կանգնում գնդակի ճանապարհին։ Գևորգյան Օրքից փոխանցում բայց չի ստացվում Մադրիդի Ռեալի մոտ նորից գրոհ կազմակերպել, հիմա խլեցին Այաքսի ֆուտբոլիստները եւ անասել այս փոխանցումը։ Մարտիրոսյան մեկ հպումով թողեց գնդակը խաղընկերոջը, բայց այդքանով ամեն ինչ ավարտված է, իսկ Վարդանյանը այստեղ շատ գրագետ գործեց, նորից Վարդանյանն է գնդակով, բայց այս անգամ նրա կատարած փոխանցումը ոչ ոք չարձագանքեց։ Մարտիրոսյան ուղարկեց կենտրոն գնդակը։ Ընդամենը մեկ գնդակ եթե կարողանա հեղինակել Մադրիդի Ռեալը ու վերականգնի հաշվի հավասարությունը, ընդհանրապես ոչ ոքի արդյունքի դեպքում ցանկացած հաշվի պարագայում իհարկե կդիտենք այդ խաղի 11 մետրանոց հարվածաշարեր եւ դա շատ քաջ գիտակցում են երկու թիմերն էլ, իհարկե պետք չէ հույսը դնել այդ հարվածաշարի վրա, որովհետեւ այնտեղ անկանխատեսելի կարող է ամեն ինչ ընթանալ, բայց երկու թիմերն էլ իհարկե փորձում են հիմնական ժամանակում լուծել խնդիրը։ Պողոսյան Սա խաղի կանոնների խախտում էր ու կպատժվի դեղին քարտով այո Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Լևոն Մարտիրոսյանը։ Վարդանյան ուղարկեց դեպի աջ գնդակ ու այստեղ Նարեկ Աբգարյանը հաջող փոխանցում չկարողացավ կատարել, եզից կնետի Հակոբյանը։ Գրում են Ռեալի ֆուտբոլիստները, բայց նորից ամեն ինչ պատրաստեցին հարված կատարելու համար ու Վարդանյանը կարողացավ խլել գնդակը։ Սոիլ փոխանցում
բայց Ռեալի ֆուտբոլիստները ուշ արձագանքեցին այս գնդակը Արտուր Վարդանյան Պողոսյան թողեց գնդակը Բունյակյանին Ավետիսյան դե գնդակով նորից Բունյակյան Պողոսյանը շարժվում առաջ լավ փոխանցում դեպի Հովհաննիսյանը տեսանք կա փոխանցումը ու հիմա Զոյլը գերազանց է գործում թույլ չտալով մրցակցին արված կատարել իսկապես եթե չցածկեր ու չֆիքսեր երկրորդ տրվակում գնդակը Պողոսյանը պատրաստ էր եզրափակելու գրով Լավ անցում ու լավ փոխանցում ենք տեսնում հիմա Ռեալի ֆուտբոլիստի կողմից կա եւս մեկ փոխանցում ու այստեղ նախ Բունյակյանը փակեց գնդակի ճանապարհը հետո Վարդանյանը հեռացեց գնդակը չի ավարտվել Ռեալի գրով եւս մեկ փոխանցում Մուրադյանն է դուրս գալիս դարպասից ինչ է կատարվում այստեղ հիմա հեռացված է գնդակը Օրեն Հովհաննիսյան Շարժվում է առաջ Հովհաննիսյանը Լավ փոխանցում կարողացավ կատարել Հայրապետյանի ուղղությամբ, տեսնենք բայց խաղի կանոնների սահմաններում էր ամեն ինչ ու Ռեալը նետվում է առաջ Մարտիրոսյան բարձից փոխանցում ու Բունյակյանը նորից այստեղ հաջող գործեց Սա խաղի կանոնների խախտում էր Կարապետյանի կողմից Վարդանյան Թողեց գնդակը Բունյակյանին ու շատ հաջող փոխանցում են տեսնում Ավետիսյանի ուղղությամբ Պողոսյան Օրեն Հովհաննիսյան տեսնենք Արվացի դուրս լիքանը շատ լավ փոխանցում կարողացավ փոխարենը կատարել բայց Գևորգյանը հետ փոխանցման ճանապարհը փակեց Կարապետյան Լավ փոխանցում տեսան Կարապետյանի կողմից հարված է պետք կատարել սա 11 մետրանոց է անկասկած այո Մադրիդի Ռեալը հանդիպան վերջնամասում ստանում է 11 մետրանոց հարվածի հնարավորություն Մանուկյանն է պատրաստում հարված իրացնելու կամ մրցավարի Սունիչը Մանուկյան Մուրադյանը հետ է բխում ու իսկ երկրորդ հարվածը բարձր է ստացվում Մանուկյանի այո Մուրադյանը կարողացավ այստեղ ետ կրայել անկյուն ու ետ բղել գնդակը բայց երկրորդ դրվագում իսկապես շատ նպաստավոր դիրքից վրիպեց Մանուկյանը հաշիվը մնում է անփոփոխ
Այո, հիմա արդեն կգնա առաջ Մադրիդի Ռեալը, իսկապես սա շատ լավ հնարավորություն էր հաշիվը հավասարեցնելու, բայց Մուրադյանը դա թույլ չտվեց, անկյունային հարվածքը տեսնենք։ Կա փոխանցումը, հարված եք տեսնում ու դարպասածողն է հիմա փրկում։ Այաքսին այսա արդեն այլ ժանրից է։ Էդիկ Կարապետյանը կարողացավ երկրորդ հարկում ազատվել մրցակիցներից, հարված կատարել, բայց հարվածը բարձր ստացվեց Կարապետյանի։ Վարդանյան ուղարկեց Ավետիսյանին գնդակ ու հիմա հեռացնում է Վարդանյանը գնդակը, այո 5 րոպե է մնացել մինչ հանդիպման ավարտը։ Մանուկյան շարժվում է առաջ, բայց Վարդանյան այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, իսկ այս հարվածը պարզապես շեղությամբ ստացվեց Եղեզայանի կատարած։ Եսայան չանցավ Եսայանի փոխանցումը, բայց Եզրային նետում վաստակեց այստեղ Եսայանը։ Հովանեսյան Հիմա պետք է ագարակ եսից Ագարակ թիմը կատարի եզրային նետում, այո սխալ էր իրացված եզրային նետումը Կա փոխանցումը Եվս պետք փոխանցում ու Բունյակյանը կարողացավ հեռացնել գնդակը Վարդանյան, հիմա Ավետիսյանն է շարժվում առաջ ձախ եզրով վտանգավոր է Եվս պետք փոխանցում եւ այստեղ Եղեզայանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային հարվածքը տեսնենք Ավետիսյան, կա փոխանցումը, Զոյլն է վերցնում գնդակը Տեղին կարտ, այո այստեղ Բունյակյանին Ակոպյան, ուղարկեց գնդակը Մանուկյանին Տեսնենք ստանդարտ ինչպես կիրացնեն հիմա Ռեալի ֆուտբոլիստները, գնդակի մոտը Լևոն Մարտիրոսյանը Կա մրցավորի Սուլիչը, Մարտիրոսյան, կա հարվածը ու գնդակը ցանցում է Ինչ է կատարվում այստեղ Բայց կարծես արձանագրված չէ գոլը
Արձանագրված չէ գոլը, այո, պետք է կրկնել Տուգանային արվածը։ Նորից պետք է իրացնել։ Լևոն Մարտիրոսյան մեկ անգամ ստացվեց, բայց չարձանագրվեց գոլը։ Հիմա տեսնենք երկրորդ դրվագում ինչպես արված կկատարի Մարտիրոսյանը։ Կա հիմա մրցավարի սուլիչը տեսնենք Մարտիրոսյան Եվս մեկ հարված փակված է ճանապարհը, իսկ Եղեզարյանի կատարած հարվածը շեղությամբ է ստացվում։ Եսայան ուղարկեց առաջ, բայց Մանուկյանն է երկրորդ հարգում առաջինը Կարապետյան, կար խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ, այո։ Եվս մեկ Տուգանային արված գրեթե նույն դիրքից։ Կա սուլիչը։ Բարձից փոխանցում Մուրադյանը չֆիքսեց գնդակը, բայց ոչ ոք էլ չեզապակեց Մադրիդի Ռեալի։ Ձոյլն է դուրս գալիս դարպասից ու առաջինը հասնում գնդակին։ Փոխանցում դեպի մրցակցի Տուգանային Բունյատյան։ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում։ Աշատրյան Բարձից փոխանցում ենք տեսնում Խորեն Հովհաննիսյան կարելի է ավարտել հանդիպումը, չկար այստեղ ոչինչ։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված նորից Այաքսի դարպասին, հանդիպան վերջին րոպեին։ Այո, սա այս հանդիպումը գնալով էլ ավելի հետաքրքրացավ, սա այն ժանրի հանդիպում էր, կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, նախ 11 մետրանոց հարվածը չիրացրեց Մադրիդի Ռեալը, հետո գրավեցին մրցակցի դարպասը, բայց չեղարկվեց գոլը, իսկ հիմա շատ լավ հնարավորություն ունեն իսկապես հանդիպման վերջին րոպեին հավասարեցնելու հանդիպան հաշիվը ու խաղը տանել հետ խաղյա 11 մետրանոց հարվածաշարել, տեսնենք։ Հիմա արդեն գնդակը տեղադրում է Լևոն Մարտիրոսյանը։ Տեսնենք կգնանցի Մուրադյանը երկրորդ սեյվը 11 մետրանոցից, թե ոչ, այնուամենայնիվ Մարտիրոսյանը դիպուկ կգտնվի։ Կա
մրցավարի սուլիչը Մարտիրոսյանն ընդդեմ Մուրադյանի, Մարտիրոսյան արված ու Մուրադյանը նորից հետ է մղում գնդակը, սա այս հանդիպումը պարզապես հրաշք է, ինչ անում դարպասապան Մուրադյանը, երկրորդ 11 մետրանոցը նույն խաղում հետ մղված է։ Դիտեց մրցավարը կրկնապատկել, այո, իսկ այս անգամ արդեն Մուրադյանի հետ մղված գնդակը արձանագրված է։ Ես իսկ կնետի Ռեալը կարծում եմ վերջին գրոհը Մադրիդի Ռեալի իսկապես հետաքրքիր ու դրամատիկ հանդիպում ստացվեց այն գոլերը, որոնք խփվեցին առաջի խաղակեսում առայժմ միայն դրանք են վճռում հանդիպման ելքը։ Տեսնենք այս եզրային նետումից հետո չշտապենք։ Կա նետումը, Մունյաթյանը հեռացեց մի փոքր, բայց շարունակվում է Ռեալի գրոհ, եւս մեկ փոխանցում, Մուրադյանը հեռացված է գնդակը, հարված արդեն մրցակցի դատարի դարպասը, բայց հանդիպումն ավարտված է, Այաքսը 1 հաղորդում է, շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց, շնորհավորում ենք Այաքսին, ծափարություններ երկու թիմերին, իսկ խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։